հորս որ հարցնում են երբ բանից է սկսել պարապել, ասում է կորտում է ծնվել։ Առանց այս սպորտի թերևս չեմ պատկերացնում ընդհանրապես կյանքս ոնց կընթանար։ 93-4 թվականներ շատ բան չկար իրականում Հայաստանում թենիսի հետ կապված։ Երեխաները գոռում էին, որ խաղը սկսվել է ու ոնց էին սաղ կորտերից փախնում տուն նայելու։ Աշխարհը իմն էր, որ ինձ վերցրեցին Հայաստանի հավաքական։ Առաջի ռակետը հիշում ես։ Wilson, Սիրենովի ու տենց սպիտակ շատ լավ հիշում եմ։ Հայաստանում թենիս կա, ժողովուրդ ջան, Հայաստանում հավաքական կա։ Հա, պինգ-պոնգ չէ, էլի թենիս։ Նորմալ էլ թենիս են խաղում։ Ողջունում եմ ձեզ, սիրելի թենիսասեր հայ համայնք, ոչ միայն հայ ժողովուրդ, մարդիկ, ովքեր զբաղվում են թենիսով, հետաքրքրված են մեր մարզաձևով։ Շատ ուրախ ենք ես ու իմ շատ հինավուրց ընկեր Հենրիկը մեր նոր նախաձեռնության մասին ձեզ հայտնել։ Սկսում ենք մի պրոյեկտ, որը վերաբերվելու է մեր սպորտին։ Մենք քննարկելու ենք ամեն ինչ, ինչը որևիցե ձևով թենիսի հետ կապ ունի։ Ոչ ֆորմալ միջավայրում ունենալով լիքը հյուրեր ու լիքը շատ հետաքրքիր թեմաներ։ Ողջույն բոլորին։ Առաջի թեման փորձենք ծանոթացնել ձեզ Հայաստանում թենիսի վերաբերյալ քննարկվող շատ հարցերի։ Հիմնականում շատերը չգիտեն, որ այսօրվա դրությամբ Հայաստանում թենիսի ֆեդերացիա կա կամ թենիսի հավաքականներ կան, չէ՞ Միք։ Իհարկե, ընդհանուր մեր ֆորմատը փորձենք շատ արագ բացատրել, մեր անունը հենց off court, կորտից դուրս նշանակություն ունի։ Մարդիկ, ովքեր թենիսով են զբաղվում, վստահաբար այդ սիտուացիաների մեջ եղած կլինեն, որ կորտում մարզվելուց, կորտից ելնելուց ինչ որ մի ձև շփվում են թենիսի մասին, քննարկում են լավագույն խաղերը, իրենց խաղերը, իրենց ընկերների, հա, ասում եմ մարդկա տեսել եմ ոնց է խաղում։ Այդ ամբողջ խոսակցությունները փորձելու ենք ավելի մատչելի ձևով, ավելի սենց հանրամատչելի, եթե ճիշտ արտահայտվեմ, ներկայացնել ձեզ, ստանաք ինֆորմացիա հենց կոպիտ ասած առաջի ձեռքից, ով որ արդեն մեջն է բնականաբար ավելի կզարգացնի իր մտավոր գիտական ինչու՞ չէ ունակությունները մեր սպորտի մասին, իսկ ով ավելի քիչ գաղափար ունի, արդեն կծանոթանա մարզաձևին ու վստահաբար որևիցե մի օր կսկսի զբաղվել թենիսով։ Այո։ Ու ավելի շատ կնպաստի սպորտի մասսայականացմանը, կարծում եմ։ Շատ բարի։ Դե, սիրելի ժողովուրդ ջան, որ ասում են, հա։ Հենրիկի հետ մենք մարզաձևում ենք ավելի քան 20 տարի, եթե ոչ ավել։ Եվ ավել։ Հա, շատ հինավուրց ընկերություն է մեր մեջ ձևավորվել։ Երկուսս էլ թենիսային ընտանիքներում մեծացած, մարզաձևի մեջ ենք անհիշելի ժամանակներից ու նաև անգիտակից։ Կոպիտ ասած, հորս որ հարցնում են երբ բանից է սկսել պարապել, ասում է կորտում է ծնվել։ Նույն ձև գիտակցական հենց տարիքը մոտը սկսվել է, այսինքն երբ որ փորձում եմ հիշել ինձ, հիշում եմ այդ ռակետը ձեռքիս ու չգիտեմ, առանց այս սպորտի թերևս չեմ պատկերացնում ընդհանրապես կյանքս ոնց կընթանար, կարծում եմ այդ նույն կաթսայի մեջ եփվել ես, էլի։ Շատ։ Նենց որ ընդհանուր առմամբ փորձենք մի հատ ներկայացնենք մարդկանց, ովքեր ծանոթ չեն մեզ հետ, ինչով ենք զբաղվում, հա, մեր ընդհանուր օրը ինչպես է անցնում թենիսի մեջ ու սկսենք զարգացնել մեր զրույցը, ասենց ոչ ֆորմալ միջավայրում։ Այ օրինակ սկսենք հենց այդ անգիտակից շրջանից, երբ որ սկսել ես խաղալ, ինչ հիշողություններ կան հենց քո մոտ։ Քանի որ այդ փոքր ժամանակ կարելի ասել 90-ականների սկիզբ էր, 93-4 թվականներ, շատ բան չկար իրականում Հայաստանում թենիսի հետ կապված, գնդակներ, ռակետկաներ, հատուկ ինչ որ ոնց որ հիմա կա էլի փոքրերի համար առանձին, շատ նևագնդակներ կար, հիշում ես, դեղին, շատ մուգ, Լենինգրադ, սպիտակ, այ դրանցով նևայով էի սիրում խաղալ իրականում։ Դու սպիտակ գնդակների դարաշրջանից ես եկել։ Այո, այո, այո։ Բայց նևան էի շատ սիրում։ Նևան ավելի տենց շատ դեղին էր էլի, տենց մուգ, դրանով էի սիրում, որովհետև փափուկ էր, հեշտ էր մի քիչ խաղալը, մանավանդ որ պատին խաղում էինք,
շատ հաճելի էր էլի խաղալը փափուկ էր։ Այդ ժամանակ շատ կային խաղացողներ, ավելի շատ քան թե հիմա, նու դեպի պրոֆեսիոնալ գնացող, այն ժամանակ երևի սիրողական թենիսը այդեն զարգացած չէր ոնց որ այսօր։ Հետաքրքիր է, շատ բան չկար թենիսի հետ կապված։ Ամեն օր կորտում էինք, ոչ մեկ չէր գալի ասում, գիտեք ինչ կա, ձեր ժամը վերջացավ եւ այլն, այո, միշտ խաղացողներ երեխեքը միշտ կորտում էին ու ժամանակ էր անցնում։ Կորտում եթե վերջացնում էինք, իջնում էինք պատին էինք խաղում, ասենք մի 10-12 հոգով իրար հետևից խաղում էինք, հաշվով էինք խաղում, կհիշեն մեր թենիսիստները հին, ովքեր որ հիմա թենիսի մեջ չեն, բայց էլի պրոֆեսիոնալ են եղել։ Այդպես։ Շատ հետաքրքիր է, էլի, օրինակ այդ ժամանակ ինձ թվում է բնականաբար միջոցները տեխնիկական շատ ավելի քիչ էին թենիս խաղալու, եթե կողք նայենք, ինձ թվում է մարդիկ կային այս ռակետներով էլ խաղում էին հենց այդ ժամանակ։ Նու այդ արդեն ավարտներ, իհարկե ավարտներ, բայց ինչն է հետաքրքիր, որ տպավորություններ, որ երեխաները ավելի շատ ժամանակ ունեն մեկը մարզվելու, ինչը այսօր չես ասի, ամեն ինչ ավելի sense փոխվել է, շատ է փոխվել։ Ձիգ ավելի sense կանոնակարգված բնույթ ունի։ Դե ժամանակներն են խաղեր փոխվել, ինքը շատ ավելի շատ, այսօր ինքը ավելի սպորտ ոնց որ լինի Հայաստանում, հատկապես Երևանում իհարկե։ Ու ցավալին է նա, որ իրականում հիմա շատ են ցանկացողները, որ ուզում են խաղան, բայց այն լավ ժամերին կոպիտ ասած, հա, կամ առավոտյան շուտ կամ երեկոյան աշխատանքից հետո կորտերը քչություն են անում իրականում, էլի, տեղ չի լինում խաղալու շատ մարդկանց։ Հա, իմիջայլոց թենիսը բավականին բուրըն տեմպով է սկսել զարգանալ Հայաստանում ու թերևս արդեն ժամանակն է հենց մեդիա ոլորտում էլ, հա, մեր խոսքը ասելու, ինչ որ հնարավոր է կորտում ասել, մենք փորձում ենք, իհարկե։ Ինձ թվում է դա COVID-ից 2020 թվականից սկսեց դա, որովհետև ոչ միտեղ ոչ մի բան չէին թողնում, հետո սկսեցին թենիսը թողնել 23 մետր իրարից հեռավորության վրա, կոպիտ ասած, այտենց սկսեց sense բուրըն թենիսային կյանքը մտնել Հայաստանում, շատ սկսեցին զբաղվել թենիսով ու մինչև այսօր sense աճում է մանավանդ սիրողական թենիսով ցանկացող զբաղողները։ Քանի որ համել քո էպոխան սկսելու թենիսը մի քանի տարով երևի ավելի շուտ է, հա, եղել քան իմը, այլ ինչը օրինակ կառանձնացնես այդ խաղացողների խմբերի մեջ մարզվելուց որպես տես փոքր երեխա, նույն մրցումները, ինչն ես հիշում, էլի շատ հետաքրքիր։ Ես մեր խմբի ամենափոքրն էի ու ամենաթույլը։ Բոլորը ինձնից համ մեծ էին, համ ուժեղ էին, լինում էր գալիս էինք շաբաթ օրերը նախ մեծ շատ լավ ծրագիր ունեինք, ընկեր Վարամն էր կազմակերպում, բոլոր ակումբի բոլոր խմբերից հավաքվում էին խաղացողները ու ֆիզիկական աշխատանք էինք անում մի կորտի վրա, բոլորը, ասենք ընկեր Վարամը դնում էր վարժությունները, երևի մոտ մի 20 հոգի։ Ու սուլում էր, բոլորս պետքա մի րոպե այդ վարժությունը անենք, ինչով մեկը անում էր, մեկը պարան էր թռնում, մեկը ժիմ էր անում, մեկը ցածկ էր անում։ Այդ շատ լավ է տպավորվել, ամեն շաբաթ օր մենք այդ ֆիզիկականը անում էինք։ Կամ ասենք, որ անձրև էր գալիս, դե հիմիկվա նման չի, որ անձրևը գալի երեխաներին, ոյ բան անձրևը եկավ, անկարծ չթրջվեն երեխեքը։ Մենք պարտադիր, ասենք վազում էինք կորտերի ամբողջ շուրջը, ասենք կարող է մի կես ժամ վազեինք։ Ու չէր կորում էլի, պարապունքը կոպիտ ասած։ Հիմա ուրիշ է, մի քիչ մտածելակերպը փոխվել է։ Տպավորություն է իհարկե, որ այդ ամեն ինչի մեջ բնականաբար դու քո խաղացած խաղերն ու մրցումները ավելի քիչ կարող ես հիշես, քան այդ process-ը, որով անցել ես։ Այդ տարիներին Միք ջան շատ քիչ էին մանավանդ միջազգային մրցումները։ Կարող է լիներ 1-2 հատ Երևանում ու Վրաստանում ուրախանում էինք, որ ուռա գնում էինք մրցման, շատ քիչ էին։ Հիմա բավականին շատ է, իհարկե դա զարգացմանն էլ է նպաստում թենիսի ու դեպի պրոֆեսիոնալ գնացող երեխաների կոպիտ ասած ուղին բացվում ավելի շատ։ Վարկանիշ են փորձում ձեռք բերել, ավելի շատ են խաղում ուրիշների հետ, զարգացնում է էլի ավելի շատ։ Մեր ժամանակ շատ քիչ էր միջազգային մրցումները։ Առաջին ռակետը հիշում ես։ Առաջին ռակետը եղել է Wilson, Սիրենովի ու տենց սպիտակ, շատ լավ հիշում եմ, կարծեմ Սոֆյան Հարութն էր խաղացել դրանով։ Եթե չեմ սխալվում։ Հարութին բարևներ։ Հետաքրքիր է։ Դրանից հետո Պրինցով եմ խաղացել, Մայքլ Չանգի կանաչ Պրինցներով։ Հետո արդեն փոխեցի հետ ու մինչև այսօր հետով։ Իսկ դու։ Իմ հետ այդ Կարմիր Wilson-ն էր, որով սկսեցի թենիսը,
հերթով ռակետներս կարամ ասեմ, բայց մի հատ տենց տրանզիտ պերիոդ կար էլի, որ ինչ ռակետ տալիս էին, տենց խաղում էիր մի քանի տարի, հա, հիմնականում մեծ ու շատ ծանր, երբ որ արդեն իմ սեփական ռակետը նորից հայտնվեց, նորից Wilson արդեն սենց քիչ գազարագույն տենց լրիվ ինձ ուրիշ կարգի սպորտսմեն էի զգում, հա, բնականաբար ավելի լուրջ է սկսում մոտենալ, ամեն մի նկարը, որ կպցված էր տենց քո սենյակում, ինքը շատ լուրջ տեղ ուներ, չգիտեմ, իմ սենյակում միշտ ամեն քնելուց առաջ մի հատ աղասին բարի գիշեր էի ասում նոր քնում։ Ես էլ սենյակումս պոստեր ունեի 98 թվին, երբ որ Կարլոս Մոյան հաղթեց Ռոլան Գարոսը, գավաթը բարձրացրած պոստեր էր։ Իմ ֆավորիտներից են եղել Կարլոս Մոյան, Գուստավո Կուերտեն, Կարլոս Մոյայի նկարը պոստերը ունեի սենյակումս խփած։ Իսկ ո՞նց ես մտածում, օրինակ ես առաջի անգամ full թենիսի մաչ եմ նայել տանից երևի 13 տարեկանում, դու բնականաբար երևի ավելի ուշ, այս ամեն ինչը այսօր որ շատ ավելի հասանելի է, երեխեքը ամեն մի դրվագ խաղի, շատ հեշտ կարան sense մի հատ հետ տան իրար ցույց տան նայեն, բայց չես կարծում, որ այդ վաղտ այդ հետաքրքրվածությունը սպորտով մեր այդ էնտուզիազմը իմ կարծիքով 50-ապատիկ ավել էր մինիմում։ Շատ ավել էր, որովհետև անհասանելի էր մեզ ամեն ինչ։ Հա։ Ես լավ հիշում եմ թուրքական ալիքներ, որ բռնում էր, ասենք TRT1 էր, TRT2 էր, հա, ասենք թենիս էին ցույց տալի, Wimbledon էին ցույց տալիս, մենք նայում էինք։ Այդ 90-ականների վերջերը տենց մոտավոր։ Շատ լավ հիշում եմ, մեր կորտերից շատ հեռու չեն բնակելի շենքերը, ու մի օր պարապմունքի ժամանակ էս մեր խմբի երեխեքից մեկը իր շենքից գոռում է շատ բարձր, որ այդ TRT ինչ ասեցիր, իհարկե վատ ռեկլամ են անում, որ թուրքական ալիքով է եղել, բայց եղել է ինչ որ եղել է, հա, չենք ունեցել ալիքներ։ Երեխաները գոռում էին, որ խաղը սկսվել է ու ոնց էին սաղ կորտերից փախնում տուն նայելու։ Չնայած դա երևի շատ սպეციფիկ էր այն թաղամասին, որտեղ մենք մեծացել ենք, դա ֆիզիկայի ինստիտուտն է, Ֆիզգարադոկը։ Հավանաբար էլի մյուս տենց լոկացիաներում որոշակի չափով թենիսով ապրող տենց զոնաներ կլինեին մարդկանց, բայց մեծ հաշվով դե հետաքրքրվածությունը այդտեղ հենց պրծնում էր։ Օրինակ բնականաբար ֆուտբոլի հետ չէիր համեմատի այդ ժամանակում մասսայական է շատ ավելի։ Իհարկե։ Ու այդ անցումը այդ տարիներից դեպի ավելի շատ էս մեր մոդեռն թենիսի վիճակը, չնայած ասեմ ձեզ միջազգային տենց որ նայեք հարթակներում գրեթե տենց մեծ փոփոխություններ չեն եղել, ինչքան որ մեր ներսում երկրի մարդիկ այդ access-ը, այդ հնարավորությունը մատերիալ առումով իրանց պարապմունքներ այսպեսի թույլ տալու առումով, հա, ոնց է փոխվել, այդ անցման այդ շրջանը ոնց կբնութագրես, ինքը միանգամից եղավ, թե ինձ թվում է մի 10 տարի ամեն դեպքում տևեց, չէ, երբ որ հասանք այսօրվա ասենց շատ երկար տևեց, տրենդային, իրականում շատ երկար տևեց այդ զարգացումը, ուրիշ երկրներում ավելի արագ է եղել, քան թե մեր մոտ էլի, շատ արագ դանդաղ գնաց, դանդաղ ու ոնց որ ծանր գնար, sense ոնց որ անընդհատ չստացվեր, հետո կամած թե մրցումները շատացան, թե հետաքրքրվածությունը մարդկանց դեպի թենիսը շատացավ, այսօր շատ է հետաքրքրությունը։ Մարդիկ անընդհատ միշտ հետաքրքրված են, ցույց են տալիս թենիս, հեռուստացույցով խաղեր են ցույց տալիս, հասանելի է ամեն ինչ հեռախոսներով։ Այսօր sense full top գնում է էլի թենիսը։ Ինձ թվում է այդ շատ մեծ անհավասարությունը կոնկրետ էս մեր տեղեկատվական տեխնոլոգիաները շատ կտրուկ փոխեցին, հա, ու միանգամից զուտ մենակ ինֆորմացիոն առումով, եթե դու հնարավորություն ես ունենում գոնե տեսնել այդ ամեն ինչը, արդեն մի քայլ առաջ քեզ ձգում է։ Միանշանակ ցանկություն է առաջանում փորձել, գնալ, տեսնել։ Կհիշես որ թիվներ, երբ որ 2 տարի անընդմեջ Wimbledon-ը սկսեցին հեռարձակել։ TV5-ներ ոնց։ Երևի 2000-ականներ կեսեր մոտավոր կամ սկիզբ։ Ֆեդերերը հաղթում է Ֆեդոջան, հաղթում է Ռոդիկին մի ֆինալում, այդ եմ հիշում։ Երկրորդ տարին էլ ոնց որ թե Նադալին, բայց տարին պետքա ճշտել։ Ես կարծեմ հիշում եմ, որ մեր ընկեր Էդուարդ Քալանթարյանն էր մեկնաբանում հեռուստատեսությունով, եթե չեմ սխալվում։
Այդ 2 տարվա ընթացքում, որպեսզի պատկերացնեք, մի հատ նորից sense մեծ ալիքով սկսվում է հետաքրքրությունը մեծանալ թենիսի։ Իհարկե շատ արագ ինքը դադարում է հայտնի պատճառներով, բայց արդեն պարզ էր դառնում, որ թեկուզ ուղղակի վիզուալ ամեն ինչին հետևելը շատ մեծ խթան է դառնում, շատ։ Ու այդպիսի մի խթան է իրականում մեր այս ծրագիրը, Ռոուրդ ջան, որը կփորձենք մաքսիմալ օգուտ բերի մեր թենիսային հանրությանը, ինչու ոչ, նաև այն երեխաներին, ովքեր այդ երազանքներով պիտի ծնվեն, մեծանան ու տա Աստված, որ արդեն ունենան իրանք հնարավորություններ այդ մեծ այդ անցումը կատարելու դեպի պրոֆեսիոնալ։ Հա, հիմա շատ որ գալիս են սկսնակ սիրողականներ, դե հարցնում եմ ոնց է եղել, ինչից է ստացվել, որ ցանկությունը ոնց է եղել, որ ուզում եք գաք թենիսի, մեծ մասը պատասխանում է դե փոքր ժամանակ չի ստացվել կամ հնարավորություն չի եղել։ Կուզեմ հիմա որ բոլոր այդ երեխաները, ովքեր որ ցանկություն ունենան, բոլորին հասանելի լինի մաքսիմալ։ Արի մի քիչ հələ միջոցառումները փորձենք հիշենք, այլ մի քանի ամենատպավորիչ թենիսային միջոցառումը, որ տենց մանուկ կամ պատանի հասակում կփորձես հիշել, հա, որոնք են։ Ես լավ հիշում եմ, երբ որ Սարգիս Սարգսյանը ստեղ կարծեմ Դիադորա քափ արեցին, Սարգիս Սարգսյանը հաղթեց։ Հավականի եթե կարաս մոտավոր, կարծեմ էլի 90-ականների վերջ էր։ 90-ականների վերջերը, կարող է 99 կամ 98 թվական, եթե չեմ սխալվում։ Սարգիս Սարգսյանը հաղթեց, տենց բոլորս գնացինք նկարվելու։ Սարգիս Սարգսյանը 37-ն է եղել այդ տիպի վարկանիշում, կամ 6-ը, կամ 7-ը, կամ 6-ը, 8 մոտավոր։ Լավ միջոցառում էր, որ բոլորը եկել էին, ներկա էին գտնվում, փորձում էին նկարվել Սարգիս Սարգսյանի հետ։ Ես նույնպես ունեմ նկարը, ճիշտ է ընդհանուր ունենք, բայց նկարվել եմ ու ստորագրություն ունեմ գնդակի վրա, ասեմ։ Թիմային խաղերից ինչ որ հիշողություններ։ Թիմային խաղերից կարծեմ 2008 թվականին ստեղ Davis Cup ա եղել, դրանից առաջ էլ ա եղել, ես Բոլբո եմ եղել, այն ժամանակ կենտրոնական կորտը Հրազդանի, հա, ավազ էր, clay էր, դեռ հարթ չէր։ Ներկայումս ինկորտը, որ ներկայումս ինկորտը, ես Բոլբո եմ եղել, ցանցի տակի։ Լավ հիշում եմ։ Դրանից հետո արդեն ստեղ էլի Davis Cup ա եղել, ես չմասնակցեցի 2000 կարծեմ։ Արդեն ես Բոլբո էի էլի։ Հա, կարծեմ 2007 թիվներ կամ 8, որ ստեղ եղավ։ 2008 թվին ես գնացի բանակ, ստեղ կարծեմ մեկ էլ Futures-ներ ա եղել միք։ Futures-ը ա եղել աղջիկների Անյան ֆինալ մտավ, եթե չեմ սխալվում, Անի Ամիրաղյանը։ Հետո տղաներն էին, հետո մի քանի տարուց այդ մեկը եղավ։ Անին լավ մասնակցեց, հա, եթե չեմ սխալվում, երկուսն է ֆինալ մտավ։ Հա, վերհիշել Բոլբոյներ հասկացությունը վերաբերվում է երեխաներին, ովքեր մեծ միջոցառումների ժամանակ, մեծ խաղերի ժամանակ խաղացողներին օգնում են գնդակները հավաքելուց, հա։ Հա, գնդակ են տալիս։ Որպես պատանի ապագա թենիսիստներ դրանից ավելի մեծ տպավորիչ փորձ շատ դժվար է իրականում ունենալ։ Ու մոտիկից տեսնել այդ ամեն ինչը։ Ինքը այդ քո հայլայթներից մեկն է։ Հա, շատ տպավորվել է, ու զույգի ժամանակ եմ եղել, այսօրվա պես հիշում եմ, Սարգիս Սարգսյանն էր խաղում Ցոլակի հետ։ Ադիկի հետ։ Լավ հիշում եմ այդ պահը, էլի։ Կարծեմ Իռլանդիայի հետ էինք խաղում, եթե չեմ սխալվում։ Փոքր էի, 10 տարեկան էի կամ 11։ Հա։ Արի մի քիչ կենտրոնանանք մեր արդեն սպորտային կարիերաների վրա։ Քեզ կհիշես, երբ որ սկսեցիր մրցում խաղալ, արդեն ակտիվ մասնակցություն ունենալ միջազգային սահմռցումներում։ Սկսել եմ ակումբի առաջնություններից։ Այն ժամանակ դե չկար այդպես շատ միջազգային ակումբի առաջնություններից եմ սկսել, հետո արդեն սկսվեց Երևան Cup միջազգային։ Ինչ տարիքի նշի, որ 14 14 տարեկան Սարինգուլյան Հարությունի հետ զույգով մտանք ֆինալ ու պարտվեցինք, լավ հիշում եմ, կարծեմ 2 սետ կամ 3 չեմ հիշում լավ։ Դրանից հետո մի պահ ոնց որ թողեցի, տենց ակտիվ չէի զբաղվում, հետո բանակ
գնացի բանակ, սպորտ դասակ եմ ծառայել, արդեն ակտիվ էի այդ ժամանակ, մրցաշար եղավ, Բորիս Մելիքյանի անվան մրցաշար եղավ, մեր լուսահոգի ընկեր Ռոզան էր անցկացնում, հաղթեցի այդ մրցաշարը ու մեր հավաքականի մարզիչը ասեց վաղվանից հավաքականի հետ պարապմունքների աշխարհը իմն էր, որ ինձ վերցրեցին Հայաստանի հավաքական, առաջին անգամ Դեվիսին մասնակցեցի 2009 թվականին Աֆրիկայում, Կոտ դ'Իվուար ու մի տարվա ծառայող էի այդ ժամանակ գործուղեցին ինձ, շնորհակալություն որ թույլ տվեցին իհարկե ու այդպես շարունակվեց արդեն մինչև այսօր դեռ խաղում եմ, հաճույք եմ ստանում, վայելում եմ, ապրում եմ թենիսով։ 3 ամենասենց հիշվող պահը կարաս քո համար առանձնացնես հավաքականի մեջ։ Ամենը բարձ է, ես գիտեմ։ Ամենան, երբ որ 2021 թվին Մակեդոնիայում մասնակցում էինք Davis Cup-ի, 2021 թվին շատ պատասխանատու խաղ ունեցանք Ադրբեջանի դեմ, ընդհանուր հաշիվը 1-1 էր ու պատերազմից հետո 2021 թվին ընդհանուր հաշիվը 1-1 էր ու որոշիչ էր մեր զույգը, որը քո հետ պետքա խաղայի, բայց խնդիր ունեցար, առողջական վնասվածք ունեցար։ Մեր ընկերոջ Սեթրակի հետ Խաչատրյան մտանք կորտ ու ինչով էր որոշիչ, որ համ իրանց դեմ էինք խաղում, համ ուղիղ եթեր էր գնում այդ, համ խումբը հաղթելու խումբը հաղթելով մեդալ էինք ձեռք բերելու։ Նորից մի սեթ հաղթեցինք, մի սեթ պարտվեցինք, այդ էմոցիաները իմ կյանքում ցենց ամենան էին։ Խաղը հաղթեցինք իհարկե, մեդալով հետ եկանք, չեմ մոռանա կյանքում։ Ու այդ խաղից հետո այնց տպավորությունների մոտ, որ վсё, վերջ, կարամ էլ թենիսով չզբաղվեմ եւ այլն։ Այդտենց տպավորություններ, այդտենց հաճույք էի ստացել, ինձ թվում է դա այն վերջն է, այլ բան չկա անելու։ Այդտենց էի տրամադրված էլի, բայց շարունակվում է դեռ։ Որ 2 տարուց նորից այդ խումբը կանցնես։ Հա, 2023-ին, 23-ին թե 24-ին, 24-ին նորից էլի խումբ փոխեցինք, մեդալով էլի հետ եկանք։ Պարտություններ են եղել, անխուսափելի է, բայց որ շատ ուժեղ այտենց տպավորվել է, դա 21 թվի Davis Cup-ն էր։ Լավ, մի հատը շատ ցենց վառ պատմեցիր, բա այն երկուսը։ Այն երկուսը եղել է, որ նորից էլի բանակից վերադարձա, կարծեմ Հայաստանի առաջնություններ 3-րդ տեղ գրավեցի, դա էլ էր էլի, մեկ էլ աշակերտիս հետ Արշակի Ղազարյան։ Բարևներ Արշակ, բարև։ Hello Ամերիկայում էլի Արշակը քնած է իմ ուժամիկաս ֆինալ հասանք զույգով նորից, եթե չեմ սխալվում, Խաչատուրի ու Թորգոմի կամ Սեթրակի դեմ էինք խաղում, հաղթեցինք ֆինալը։ Ենք տալու, որոնց մեծ մասին երևի մեզ որպես հյուր կտեսնեք։ Հա, միանշանակ։ Ով որ թենիսի մեջ է, վստահաբար մեծ մասին ում անունը մենք կտանք, ճանաչում է շատ լավ, իսկ ում որ չեք ճանաչի, ժողովուրդ ջան, մենք ամեն ձև կփորձենք մատուցել ինֆորմացիա իրանց մասին։ Այդ մեկ էլ էր լավ, տենց որ տպավորել է, որովհետև ես համ սպարինգն էի, համ երկրորդ մարզիչն էի Արշակի։ Այդ ժամանակ Արշակը կարծեմ 15 կամ 16 տարեկան էր։ Մենք մեծահասակների մեջ դարձանք չեմպիոն զույգով։ Էդ էլ է շատ ուժեղ տպավորվել։ Շատ հուզիչ էր իրականում։ Ընտիր։ Իսկ քո մոտ Տես իմ մոտ ընդհանուր առմամբ ակտիվ մրցումային կարիերան սկսվել է երևի թե 11-12 տարեկանից, խոսում ենք միջազգային մրցումների մասին, որտեվ ես սկսեցի խաղալ մի շրջանում, երբ որ լոկալ մրցումների, ասենք ասենք, մարզիկների քանակը գնալով պակասում էր։ Եղավ տարիք, որ մնացին մի 3-4 նենց ակտիվ խաղացող։ Ու գնալով պակասած է։ Ու ավելի շատ քո կարիերան իրանից ենթադրում էր քո միջազգային խաղերի արդյունքները, հա։ Միջազգային խաղերում մինչև 14 տարեկան ցուցանիշները իհարկե համեմատ մեր մրցումների քանակի, առավելագույնը 6-ից 8 մրցումն է, որպեսզի պատկերացնեք նորմալ 20 մրցաշարն է տարին գոնե, իսկ մեր ժամանակին եղած հնարավորությունները 6-ից ավել չէին թողում։ Վարկանիշս հնարավորություն դարձավ իջացնել մինչև 51-րդ հորիզոնական
եթե չեմ սխալվում, եվրոպական վարկանիշային դասակարգման մեջ 14 տարեկաններ է, մինչև դրանից հետո շատ ցավալի վնասվածքներ ունեցա, կրկնակի կոտրվածք ձեռքի 2 անգամ 1 տարվա ընթացքում, այնտեղ տարի ու կես առանց թենիս։ Կներես 16 տարեկանում էր դա։ Արդեն պիտի 16-երի մեջ խաղայի Օլիմպիադա, Եվրոպայի առաջնություն, Մինչև այդ կոտրվածները կարծեմ դու Ցիցիպասին էլ ես հաղթել։ Շատ տղաների հետ են խաղացել, ովքեր top 100-ի մեջ են, ինձ թվում է մենք կունենանք հնարավորություն այդ խաղերին հերթով անդրադառնալու, համ հաղթանակ, համ պարտություն, դե այս պահին այլևս դա կարևոր չի, բայց փորձառությունը շատ հետաքրքիր էր ու այդ ժամանակ փոքրինչ sense կարամ ասեմ հավատ կար, որ դու կարաս եթե կարող ես Եվրոպայի լավագույնների դեմ մրցել ու մրցել ոչ թե պարտվել դուրս գալ, այլ ներքուստ հավատ ունենալ, որ ցանկացածի դեմ կարող ես խաղալ։ Իմ համար երևի այդ highlight-ներից մեկը հենց այդ զգացողությունն է, հենց այդ տարիքում կար շրջան, որ ես բացարձակապես չէի մտածում Եվրոպայի առաջի համարն ա դիմացս, թե չգիտեմ Հայաստանի 5-րդը, նույն զգացողություններ կորտում։ Այդ ամեն ինչը իհարկե կորավ, որովհետև թենիսի կարիերան ինքը գնացքի նման բան է, դու ճիշտ վագոնում ես նստած ու ինքը քեզ տանում է, բայց այդ վագոնի մեջ նստած ոչ մի բան չանելով չի, այլ դու պետք է ուղին այդ գնացքի հետ անցնես։ Վնասվածքները, չգիտեմ, հնարավորությունների պակասը, այդ թեմաները մենք շատ կքննարկենք դեռ, բայց հնարավորություն չտվեցին իհարկե շարունակել այդ կարիերան։ Չնայած որ որոշակի չափով ես վերականգնվեցի 17 տարեկանում, մինչև հաջորդ տրավման, որը կապված էր արդեն մարմնիս դիսբալանսի հետ, աջ կողմս շատ ուժեղ էր, իսկ կոտրվածքից հետո ձախ կողմս ուղակի չկար մկանային զանգվածով։ Ու ստացվեց այնպես, որ հաջողվեց 17 տարեկանում առաջին ATP միավորը վաստակել, ասենց շատ հանգամանքներ կպան իրականում, ստացվեց այն ինչ որ ստացվեց, այդ ժամանակ մոտ մի 30 երևի 17 տարեկան տղա կար աշխարհում, ով միավոր ուներ ATP։ Բնականաբար դա պահել չհաջողվեց, քանի որ երբ որ ժամանակին խոսացինք 6-ից 8 մրցաշարի մասին, այդ տարիներին դարձավ 2-3, այդպես ռեալ չէր իհարկե վարկանիշ պահել, էլ չեմ ասում հավաքելը, ու այդպես նորից շարունակվեց այդ շրջանը, մինչև որ ստացվեց կրկնել այդ արդյունքը, արդեն 19-20 տարեկանում, որից հետո արդեն ես հավաքականի անդամ, արդեն հավաքականի առաջի համար գործող միավորով ATP, всё, գնացի բանակ ու ամեն ինչ ավարտվեց այդտեղ։ Բանակը 2 տարի քեզ հետ գցեց։ Սպորտ դասակը, սպորտ վաշտը ժամանակին փակվեց այդ ընթացքում ու արդեն դե 2 տարի ծառայությունից հետո բնականաբար առանց մարզական փորձի վերականգնվել էլ ավելի դժվար դարձավ ու սկսեց արդեն աշխատանքային կարիերան զուգահեռ զարգանալ։ Թողենք տխուր թեմաները, հավաքվել ենք ուրախ առիթներով, չնայած որ դա, չգիտեմ, շատ հետաքրքիր փորձ ա եղել երկուսիս համար էլ։ Դե իմ մոտ էլ աշխատանքային պահը ոնց եղավ, վերջում արդեն վերջի մի ամիսը բանակի ժամանակ արդեն չէին թողում դուրս գանք։ Բանակից հետո եկա ու սկսեց էլի իմ մարզչական կարիերան, բայց դրա հետ մեկտեղ մաքսիմալ փորձում եմ խաղալ, որովհետև շատ եմ սիրում, նամանավանդ զույգ ու մինչև այսօր խաղում եմ։ Հենրիկը զուգախաղի արքաներից մեկն է Հայաստանում։ Դելա ու շատ կարևոր ինչն է իր կարիերայում հետաքրքիր, շատ կարևոր խաղեր է հաղթել հենց թմի համար, չմոռանանք իր զուգընկերներին, հա, այդ ժամանակ Հարութ Սոֆյան եւ մի անգամ էլ 2009 թվին միասին Սետրակ Խաչատրյան այդ կարևորագույն խաղում միանշանակ մեր հարևանների դեմ Աֆրիկայում Սոֆյան Հարութի հետ զույգ իր հետ խաղալը մեծ պատիվ է իրականում, առաջին անգամ էի խաղում, լարված էի սկզբում, շատ մեծ պատասխանատվություն է, Սոֆյան Հարութը իմ համար ամենատաղանդավոր ու ամենաուժեղ թենիսիստներից մեկն է, հայ, իմ ճանաչած։ Հարութ ջան, bonjour։ Կշփվենք դեռ։ Այո, կփորձենք իր հետ էլ կապ հաստատել։ Այդպես ու սկսեց իմ կարիերան որպես մարզիչ մանկավարժ։ Մարզիչ նաև խաղացող ամեն դեպքում։ Խաղացող մարզիչ։ Հա, ինչն է հետաքրքիր Հայաստանում գործող միջավայրում
խաղացողները 20 տարեկանից վերև, տղաները բանակից հետո, կանայք կամ ուսումից կամ չգիտեմ, շատերը ընտրում են արտասահմանում սովորելու ու խաղալու ուղին։ Դրանից հետո արդեն հիմնականում պայմանավորվում է ասենց աշխատանքային կարիերայով զուգահեռ, որը շատ ցավալի է։ Այ ոնց կառանձնացնես, ինչով է քո աշխատանքային կարիերան տարբերվում տենց միջին խաղացողից եվրոպացի։ Միք ջան, երևի կարծում եմ ժամանակս բավականին խիտ է։ Նու ինձ հերթ չի հասնում, որ ես ինձնով զբաղվեմ, շատ քիչ է լինում։ Երբ որ գալիս է ինչ-որ մրցումներից առաջ, այդ ժամանակ եմ մաքսիմալ փորձում ինձ ժամանակ տրամադրել, իսկ այն ընթացքում հիմնականում շատ սիրում եմ սկսնակ երեխաների հետ աշխատել, նվիրված եմ իրանց։ Իմ համար իրանք ավելի կարևոր են, քան թե սիրողական զբաղվող մարդիկ։ Ես առավելությունը տալիս եմ սերնդին ու փորձում եմ տանել առաջ։ Ինձ թվում է դա բոլորը գիտեն։ Լավ պատանիներ ունես, որոնք ասենց հետագայում կարծում ես պոտենցիալ ունեն։ Շատ վաղուց սկսնակների խումբ չունեի, հիմա մայիսից արդեն բացել եմ ու ունեմ լավ երեխաներ ունեմ, որոնք ընդունելության հայտարարություն ես անում։ Չէ, չեմ ուզում, տեղ չունեմ։ Լավ, մեր կարիերաները հանգիստ թողենք, հիմա ավելի sense գլոբալ հարցերի մեջ սկսենք խորանալ, հա։ Ամենատենց հետաքրքիր ու սյուր արտահայտությունը, որ լսել ես սպորտի մասին մեր որն է։ Որ գալիս ասում են, նու ռակետկային կլյուշկա են ասել, կլյուշկա, մեկ էլ գնդակին շարից մեռնում եմ ես։ Հա։ Իսկ բանը, ասենք, չգիտեմ, չի եղել, որ ասեն Հայաստանում թենիս կա вообще, չգիտեմ։ Շատ է եղել, որ լսում են, ասում են, իսկ Հայաստանում ոչ թե թենիս, այլ Հայաստանում ֆեդերացիա կա, Հայաստանում հավաքականներ կան, դա բաց թողում է իրականում մեծ բաց թողում է։ Հենց առաջի կոտրելը, հա, այդ կարծրատիպերի Հայաստանում թենիս կա, ժողովուրդ ջան, Հայաստանում հավաքական կա։ Հա, պինգ-պոնգ չէ, էլի թենիս։ Նորմալ էլ թենիս են խաղում, ինչքան գիտեմ։ Հա, բոլորը համ պատանեկան տարիքում ունենք, այսօրվա դրությամբ ունենք Մարիա Ազիզյան, Արնո Ավետիսյան, որոնք եվրոպական թենիս Եվրոպ վարկանիշով 40-50-ի մեջ են։ Մենք top 50 երեխաներ ունենք Եվրոպայում ամբողջ, հա։ Հա, ամբողջ Եվրոպայում։ Ունեցել ենք top 10, top 20 մի քանի հոգի։ Այո։ Ունեցել ենք Հայաստանի քաղաքացի բնականաբար աշխարհի 36 թե 38 համար Սարգիս Սարգսյան, մի առանձին հաղորդում միանշանակ կնվիրենք իրեն։ Ունեցել ենք մի քանի կին թենիսիստուհի։ Այս պահին մենք ունենք Էլինա Ավանեսյան, որը անցյալ տարի 36 համարի վրա մինչև մնաց, մի քանի ամիս հետո վերջերս բարձրացավ։ Ամեն դեպքում դեռ հաստատ իր խոսքը կասի։ Ունենք նաև Անի Ամիրաղյանը, ով 10 տարի դադարից հետո նորից վարկանիշը բացեց։ Այո, շատ կարևոր փաստ հայկական թենիսի համար։ Ունենք ակումբներ թենիսային, որտեղ ոչ միայն երեխաներն են մարզվում, այլ ընդհանրապես դուք կարաք ուղղակի թենիսով զբաղվեք։ Թենիսը չմոռանանք, հակացություններ չունեցող ամենահետաքրքիր սպորտաձևերից մեկն է, որը փաստացի արդեն մի քանի շատ մեծ հետազոտություն ա եղել այս թեմայով, ձեր կյանքը միջինում 10 տարով կերկարացնի։ Ու մի հատ էլ լավ առաջինն է սպորտաձևերի մեջ։ Մի բան էլ կա լավ, որ շատ վաղուց, նույնիսկ ես երբ որ փոքր էի, աչքի խնդիրներ ունեցողներին են բժիշկները ուղղորդում, որպեսզի զբաղվեն թենիսով։ Այո, մենք նաև այս ռեկրեացիոն մասով միանշանակ հաղորդում կունենանք, թե ինչ առավելություններ ա տալու ձեզ, չգիտեմ, հասարակ ընդհանրապես քաղաքացիներին թենիսով զբաղվելը ողջ կյանքի ընթացքում, հակացություններ չունենալը վերաբերվում է տարիքի, քաշի, սեռի եւ այլն, հա։ Ցանկացած մարդ, ով չունի լրջագույն առողջական խնդիրներ, որը առօրյայում իրան խանգարում է, կարա զբաղվի թենիսով ու երբեք դրա համար ուշ չի մեծ հաշվով։ Կան ակումբներ, ցավոք սրտի Երևանից դուրս մեր մարզադպրոցներն ու ակումբները շատ չեն։ Մենք մի մարզադպրոց ունենք Գյումրիում, մի նոր մարզադպրոց ունենք, որը շատ ակտիվ զարգացման փուլում է Վանաձորում, ու ավելի լոկալ բնույթ ունեցող, այսպես մի կորտանի տենց մարզադպրոցներ կամ դպրոցներ, որտեղ հնարավոր է թենիս խաղալ, մի շարք այլ քաղաքներում։ Հայաստանում թենիս կա, ժողովուրդ ջան։ Կա։ Ու գնալով փորձում շատ արագ զարգանալ։ Այս հաղորդման ոդքասթի
նպատակներից մեկն էլ որպեսզի մատուցենք, որ Հայաստանում թենիս կա ու ծանոթացնենք բոլորին։ Մի քանի sense միֆեր էլ կոտրենք ու sense սկսենք եզրափակել, հա, այս մեր հաղորդումը։ Ինչ ես կարծում, մեր հասարակության մեջ ամենատարածված sense մի քանի միֆը որը կարա լինի թենիսի մասին։ Ես մտքումս արդեն ունեմ, բայց սկսենք քեզնից։ Սաներ հարց է։ Լավ, եկեք ես իմը ասեմ առաջինը։ Խաղալուց ձայնով ես միշտ խաղում։ Խաղալուց ձայնը դա իրականում արտաշնչելն է, որը ոնց է լողի ժամանակ պետքա կառավարես շունչդ։ Ես նկատել եմ բռնցքամ արտում։ Ամեն տեղ, բոլոր նույնիսկ վազելուց։ Ուղղակի մեր մոտ կային թենիսիստներ Շարապովայի նման, ովքեր բաց իրանց արտաքինից դրանով նաև հայտնիացան, ընդհանրապես այդ ձայնային ելևէջները արտաշնչելուց հանում են մոտավոր ինչքան տոկոսը, երևի 30, շատ ավելի, երևի շատ, բայց ոչ մեծամասնությունը, լավ, այսպես ասենք, բայց դա օգնում է իրականում։ Եթե դուք կարում եք արտաշնչեք առանց ձեր ձայնային ելևէջների ու դա ձեզ մեծ հաշվով կոմպլեքսավորում է, դա խնդիր չի, բայց թենիսում ամեն դեպքում դա մի մեծ միֆ է, որ համ դուխ է, համ մեր հասարակության մեջ առաջինը թենիս բառը ասոցացնում էին ժամանակին Շարապովայի այդ ձայներով, տնքոցների։ Այդ դու տենց տղու ձայներ ես հանում, քիչ sense։ Դե չեմ կարող աղջիկի ձայն հանեմ, բայց հյուր կունենանք, խնդրենք կհանի։ Էլ ինչ տենց միֆ կա հետաքրքիր, որ մեկ էլ մեր հասարակությունը, չգիտեմ, այդ շարի նման, շար չի, ժողով ջան, սա գնդակ։ Մեկ էլ եղել է, որ ինձ հարցնեն։ Եթե Գյումրիում եք, կարաք թոփ ասեք, նորմալ է, բայց գնդակ։ Մեկ էլ եղել է, որ ասում են աջ ձեռքով են խաղում, թե ձախ։ Բնականաբար, եթե աջ լիկես աջով, եթե ձախ լիկես ձախով։ Իսկ եղել է, որ օրինակ ռակետով sense գնաս, ասեն ապերս ռակետը թռնում։ Եղել է, չէ, ինձ եղել է, որ ասեն, այս ջութակի ես գնում։ Էլի այդ 90-ականների վերջեր էր, որ չխոլով sense իր պայուսակով գնում է, ասում են, այս ջութակի ես գնում։ Ջութակին ասում հա դհոլա։ Չէ, ռակետա։ Հա։ Էդ էլ է եղել էլի։ Որ ասում են առաջին ռակետ, sense ասոցիացիաները էլի հաստատ տարբերվում է, չէ։ Դե շահ ովքեր որ տեղյակ չեն, բնականաբար չեն հասկանում ինչի մասին է խոսքը։ Առաջին ռակետ փոխաբերական տերմինը հիմնականում ասոցացվում է վարկանիշի հետ։ Վարկանիշային առաջատարն է աշխարհում, օրինակ այս առաջին համարը, օրինակ, հա, առաջին համարը, առաջին ռակետը Նովակ Ջոկովիչը կարա լինի կամ այս պահին Ալկարասը, հա։ Միակ ասոցիացիան դա է, այսինքն ուրիշ տենց տակից միտք չկա, էլի, ռակետի հետ կապված, ինքը չի թռնում, իմիջիայլոց հայերեն բառ կա, գիտեիր, ռակետին։ Ոնց են ասում։ Ձեռնաթիակ։ Հետաքրքիր է։ Խոր չեմ տա այդ բառը օգտագործեք, որտեվ ձեզ չեն հասկանա։ Շատ կան այտենց հայերեն բառեր, կգտնեմ ես ունեմ գիրքը, էլի Ինկերոզայի գրած գիրքն է, որը թարգմանել է մաքսիմալ, Smash-ին մոմ հարված, այդ էլ կա, ինչ հիշեմ կասեմ ընթացքում։ Փորձենք հիմա ընդհանուր առմամբ sense վերլուծել ինչի մասին խոսացինք ու ինչ ամես սպասվում հետագայում։ Շատ կարևոր զրույցներ կունենանք պրոֆեսիոնալ թենիսիստների հետ, սիրողական խաղացողների հետ, ազգային հավաքականներին կհրավիրենք, պատասխանատու թենիսի մարդկանց միանշանակ մեզ մոտ հյուր կունենանք։ Բնականաբար Կփորձենք հեռավար ձևով նաև շփվել արտերկրում մեր մարզիկների գործող մարզիչների, մի խոսքով ամբողջ թենիսային հայ աշխարհը կփորձենք ներգրավել մեր ոդքասթի մեջ։ Իսկ դուք սիրելի թենիսասեր հայություն եւ ոչ միայն հայություն կարող եք այս ամեն ինչում այս նախաձեռնության մեջ միշտ մեզ հետ լինել, մեզ օգտակար լինել։ Մենք կունենանք մեր Patreon-ը, կունենանք մի շարք հնարավորություններ, որպեսզի կարողանանք ներգրավել նաև ձեզ։ Այնպես որ հուսանք սա մի երկար ու տենց շատ հետաքրքիր ճանապարհի սկիզբն է։ Փորձենք, այո, փորձենք թենիսը ճիշտ ներկայացնել հանրությանը։ Հետագայում մոտ հաղորդաշարերի ժամանակ մենք բացի պրոֆեսիոնալ թենիսիստներից կփորձենք քննարկել ընդհանրապես ռեկրեացիոն սկզբունքը թենիսի, ինչ է իրանից ներկայացնում թենիսը որպես ժամանց, որպես առողջություն։ Կփորձենք հասկանալ, եթե դուք ձեր երեխային ուղարկում եք թենիսի, ապա ինչին պետքա պատրաստ լինեք, ինչը ընդհանրապես մարզիկի ծնող լինելը իրանից ներկայացնում։ Կարևոր թեմա է։ Այո,
միանշանակ մենք կփորձենք խորանալ այտենց պրոֆեսիոնալ թենիսի մի շարք նյուանսների մեջ, կքննարկենք լավագույն խաղերը, լավագույն մարզիկներին ու այդ ինֆորմացիան, որը կարա օգուտ բերի նաև մեր երեխաներին, մեր խաղացողներին, կփորձենք ոնց որ հանել, ֆիլտրել, հայաֆիկացնել ու մատուցել ձեզ։ Թերևս այսքանը, ինչ լրացում եթե ունես։ Չէ, չունեմ, ամեն ինչ ասեցինք, այսքանը կհանդիպենք շատ շուտով, մինչ նոր հանդիպում, շատ ավելի հետաքրքիր հյուրերի հետ, քան Հենրիկներ։ Շնորհակալություն։ Ստեյսյուն, կհանդիպենք։